Կանգնած այստեղ քո երեսն ենք մենք փնտրում Կանգնած այստեղ քեզ փառք ենք մենք տալիս Կանգնած այստեղ մեծ է մեր Տեր ամեն Ինչ մեծ է Տիրոջը որ նա մեծ է Ինչ մեծ ես դու պատվի ես արժանի Ինչ մեծ ես դու պատվի ես Անուն որ բարձր է ամեն անունից Անուն որ բարձր է ամեն անունից Անուն որ բարձր է ամեն անունից Անուն որ բարձր է ամեն անունից, անուն որ բարձր է ամեն անունից, Հիսուս իմ Տեր, Հիսուս անունը քո բարձրն է, անուն որ բարձր է ամեն անունից, անուն որ բարձր է ամեն անունից, Հիսուս արկա, Հիսուս Անուն որ բարձր է ամեն անունից, անուն որ բարձր է ամեն անունից, Հիսուս, ինչ մեծ ես դու իմ Տեր, ինչ մեծ ես դու, պատվի ես արժանի, ինչ մեծ ես դու, պատվի ես արժանի, ինչ մեծ ես Եկեք միաբան եկեք, որ նրա անունը վեր է ու բարձր է ամեն անունից Անուն որ բարձր է ամեն անունից Անուն որ բարձր է ամեն անունից Հիսուս իմ Տեր Հիսուս անուն որ բարձր է ամեն անունից Անուն որ բարձր է ամեն անունից Հիսուս արկա Հիսուս անուն որ բարձր է ամեն անունից Անուն որ բարձր է ամեն անունից Հիսուս Անուն որ
ամենի մեջ դու մեծ ես, հզոր ես Հիսուս Եթե Աստվածին կողքն է, ոչինչ չի կարող ինձ հակառակել Եթե Աստված մեզ կողքն է, չի կանգնեցի ոչինչ մեզ Եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ Եթե Աստված մեր կողքն է, չի կանգնեցի ոչինչ մեզ Եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ Եթե Աստված մեր կողքն է, չի կանգնեցի ոչինչ մեզ Եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ Եթե Աստված մեր կողքն է Եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ Ինչ է մեզ հակառակ Մեծ է մեր Տերը Մեծ է մեր Տերը, նա զորավոր է, ամենից բարձր է և հարավոր է Դու բժշկում ես, Տեր դու հզոր ես Եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ Եթե Աստված մեր կողքն է, չի կանգնեցնի ոչինչ մեզ Եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ Եթե Աստված մեր կողքն է, չի կանգնեցնի ոչինչ մեզ Եթե Աստված մեզ հետ է, ինչ է մեզ հակառակ Եթե Աստված մեր կողքն է, չի կանգնեցնի ոչինչ մեզ Եթե Աստված մեզ հետ է
որ շարժվում է այս վայրում քո փառքով տերիացած է սրբություն եմ քո տեսնում դու ես իմ սրտի հավանը քեզ օրհնում եմ և երգում սուրբ ես սուրբ ես սուրբ ես սուրբ միայն դու ես սուրբ իմ Տեր սուրբ ես սուրբ ես սուրբ ես սուրբ եկեք միաբան երգենք որ ողջ փառքը նրա փառք ես փառք ես փառք ես միաբան երգի որ ողջ փառքը մեր հզոր Աստծուն փառք ես փառք ես փառք ես սուրբ ես իմ Տեր սուրբ ես սուրբ ես իմ Տեր դու սուրբ ես Տեր ողջ փառքը սուրբ ես սուրբ ես սուրբ ես իմ Տեր մենք ամեն ժամանակ ունենք քո կարիքը Հիսուս մենք խնդրում ենք որ դու առաջնորդես մեզ Հիսուս մենք առանց քեզ Տեր չենք կարող Հիսուս բայց քեզանով ամեն բան կարող ենք իմ Տեր քո Տեր Ուր գնաս ես կգամ ինչ ասես կանեմ քո խոսքով կապրեմ քեզ նման կամոթեմ Ուր գնաս ես կգամ ինչ ասես կանեմ քո խոսքով կապրեմ քեզ նման կամոթեմ Հիսուսն անում էր այն ինչ ասում էր դու և խոսում էր այն ինչ ասում էր դու միշտ լսում էր քեզ սուրբ հոգով շարժվում նա իր կյանքով քեզ փառավորում է Հայր օգնից միշտ ամեն քեզ Տեր և սուրբ պահել անունը քո միշտ արքայի քեզ եմ նվիրում ողջ կյանքս Տերի միայն դու ես արժանի և բարի ես իմ հանդեպ բարի ես միշտ բարի Դու բարի ես միշտ բարի ես միշտ բարի ես միշտ Ուր գնաս իմ Տեր Ուր գնաս ես կգամ ինչ ասես կանեմ քո խոսքով կապրեմ քեզ նման կամոթեմ Ուր գնաս ես կգամ ինչ ասես կանեմ քո խոսքով կապրեմ քեզ նման կամոթեմ Թեև աշխարհը քեզ անագեց մենք չենք մոռանա այն ամենը ինչ արել ես դու
մեզ համար հաշվել ես մեծ ես դու Գամ իջասես կանեմ մեջ, քո խոսքով կապրեմ, քեզ նման կաղոթեմ աշխարհը, թեև աշխարհը քեզ անարգեց, մենք չենք մոռանա այն ամենը ինչ արել ես դու, թեև աշխարհը քեզ անարգեց, մենք չենք մոռանա այն ամենը ինչ արել ես դու, մեզ համար հաշվել ես Հալելույա, մեծ ես դու, ամեն, մեծ ես դու, փառավոր Հիսուս, օրհնում ենք քո սուրբ անունը, գոհանում ենք քեզանից Տեր ջան, մենք չենք մոռանա այն ինչ որ դու մեզ համար արել ես, մենք չենք մոռանա ոնց աշխարհը անարգեց քեզ Տեր ջան, բայց մենք հարգում ենք քեզ, մենք խոնարհվում ենք քո առաջ, մենք սիրում ենք քեզ եւ մենք խոստանում ենք Տեր քո սուրբ հոգու միջոցով, որ մենք միշտ կհետևենք քեզ եւ մեզ կօգնի քո սուրբ հոգին, որ մեր մեջ է բնակվում։ Մենք ուզում ենք ամեն ժամանակ հետևենք քեզ։ Մենք հիմա իրականում հասկացանք, թե ինչ էր ասում Պողոսը հազարամյակներ առաջ, որ հիմա ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսի մեջ։ Եվ մենք հասկացանք, որ ունայնա իրականում ամեն բան, ինչ որ Սողոմոնը ասում էր, իր լիության մեջ, իր ունեցվածքի մեջ, իր իշխանության մեջ, նա ասում էր ամեն բան ունայնա եւ ամեն բան կանցնի։ Փառավոր Աստված, իրականում խոնարհվում ենք քո առաջ, շնորհակալ ենք, որ դու մեզ օրհնում ես, շնորհակալ ենք, որ դու մեզ զորացնում ես, աճեցնում ես, բայց մենք ամեն ժամանակ ուզում ենք հետևենք քեզ, ծառայենք քեզ, չնայելով ոչ մի բանի Տեր։ Եվ մենք խնդրում ենք, փառավոր Հիսուս, որպեսզի դու օծես մեզ, օծես քո ժողովուրդը, ողորմիր քո ժողովուրդը, օծիր քո ժողովուրդը, սրբիր քո արյունով, վերականգնիր։ Մենք գիտենք, որ դու սիրող հայր ես, մենք գիտենք, որ Տեր ջան, դու ամեն ժամանակ ողորմում ես, եթե մենք ապաշխարենք եւ զղջանք։ Փառավոր Աստված, օգնիր քո ժողովուրդը վերականգնվելու։ Փառավոր Աստված, մենք հավատում ենք Հռոմեացիս 8-րդ գլխի առաջի խոսքին, որ գրված է. այլևս դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում եղողներին, որոնք ապրում են ոչ թե մարմնավորապես, այլ հոգևորապես։ Եվ մենք ապրում ենք հոգևորապես, որովհետև մենք հոգու բաներն ենք մտածում եւ հոգու բաներն ենք անում։ Եվ Հռոմեացիս 8:13-ում ասում է. եթե մարմնավորապես ապրենք, կմեռնենք, բայց եթե հոգով սպանենք մարմնի գործերը, կապրենք։ Եվ մենք Տեր ջան այդպես էլ անում ենք, փառավոր Աստված, քո սուրբ հոգու զորությամբ։ Հալելույա։ Ես որպես քո որդի, որ սիրով ծառայում եմ քեզ, որպես քո հովիվ Տեր ջան, ես աղոթում եմ հիմա քո հոտի համար։ Ես խնդրում եմ, որպեսզի որպես մեր քահանայապետի Տեր Հիսուս, քո սուրբ արյունը հիմա սրսկես այստեղ գտնվող ամեն մեկի վրա եւ ընդհանրապես եկեղեցու ամեն անդամի վրա եւ սրբես նրանց, Տեր ուր էլ որ լինեն, սրբես այսօր նորից նրանց ամեն մեղքերից, անօրենություններից եւ ամեն չարիքից։ Փառավոր Հիսուս, խնդրում ենք սուրբ սիրտ եւ ուղիղ հոգի նորոգես քո ժողովրդի մեջ այսօր, որ մենք ամեն ժամանակ քեզ հավատանք եւ քեզ սիրենք,
գոհությունով քեզ ծառայենք, որ Աստծո վախով լցված լինենք ամեն օր, որպեսզի հետևենք մեր անձերի սրբությանը, արդարությանը եւ ողորմածությանը։ Օրհնի քո ժողովուրդը, օրհնի մեր օրը, փառավոր Աստված, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, նստեք, Տերը ձեզ շատ օրհնի։ Փառք Աստծո։ Աստծո ներկայությունը գնալով ավելի ու ավելի շատանում է այս քաղաքի մեջ։ Մենք ճեղքել ենք այս քաղաքը Հիսուս Քրիստոսի անունով, դիվային ուժերը պարտված են այս քաղաքի ժողովուրդը եւ հարակից գյուղերի ժողովուրդը մենք հավատում ենք, որ գալու է ապաշխարության եւ փրկվելու է։ Ամեն։ Եվ ուզում եմ խոսեմ մի թեմայի մասին, որ վերնագրեցի այսպես. փնտրիր Տիրոջը։ Փնտրիր Տիրոջը։ Գիտես, ժամանակ առ ժամանակ մենք նայում ենք այս աշխարհը մեզ այնքան է զբաղեցնում, այնքան է թմրեցնում, զգացել եք թե չէ։ Շատ է թմրեցնում։ Եվ փարավոնի առաջարկներից մեկը հին ուխտում, երբ որ փարավոնը առաջարկում էր, ասում էր, հիշում եք Իսրայելի ժողովրդի համար, ասում էր նրանց զբաղմունքը շատացրեք։ Աղյուսներ էին շինում, չէ, եւ հարկ էին տալիս։ Ասեց այնքան հարկ դրեք իրանց վրա, որ իրանց միտքը չաշխատի Աստծո խոսքի վրա, որ իրենք չլսեն Մովսեսը ինչ է խոսում։ Իրենք զբաղված լինեն աշխատանքով։ Թող գնան ինքներն էլ այդ հասկը հավաքեն, որով աղյուսներ են սարքում, զբաղվեն, քանակը շատացրեք, թող զբաղվեն, ինչ իրավունք ունեն իրանք պարապ մնան, հələ որ Աստծո խոսքի վրա էլ մտածեն։ Սա սատանայի կամքներ դեռ մի քանի հազար տարի առաջ, 3000, 4000 տարի առաջ։ Եվ հիմա սատանան նույն սատանան է, նույն պրինցիպներով է ինքը։ Եվ հիմա նույնպես ինքը ամեն ինչ անում է, որ ժողովուրդը այնքան զբաղված լինեն, որ չկարողանան Աստծո խոսքի մասին մտածեն, մեր բառերով ասած, որ խելքները գլուխները չգա։ Միշտ տանջանքի, ցավերի, կարիքների, խնդիրների մեջ լինեն, որ իրենց ուղեղը միշտ միտքը աշխատի իրենց խնդիրների վրա, որ չկարողանան կենտրոնանան։ Ծանոթ բան եմ ասում, թե չէ։ Դրա համար ամեն մեկս մի տեղից գալիս ենք, մի զբաղմունքից, մի բանից, բայց Աստված ուզում է, որ մենք իրեն պաշտենք։ Հին ուխտում մենք նայում ենք, Մովսեսը մոտեցել էր փարավոնին, փարավոնը սատանայի խորհրդապատկերն, ասենց ասեմ։ Եվ Մովսեսը Աստծո, եւ դրա համար մոտեցավ, ասեց, Տերը ասում է, բաց թող իմ ժողովուրդը, որ գան ինձ պաշտեն։ 4 առաջարկն արեց, չէ, մի գնացեք, կամ լավ գնացեք միայն տղամարդկանցով, կամ լավ գնացեք առանց ձեր ունեցվածքի գնացեք, որովհետև իր ամեն առաջարկը ուներ ինչ-որ մի հատ հարց, որով կարող էր ինքը բռներ հետ բերեր։ Որովհետև սատանայի ամեն առաջարկին Հիսուսը ուներ իր առաջարկը։ Ամեն։ Եվ հիմա նորից հասկանում ենք, տեսնում եմ, որպես հովիվ շատերի կյանքում տեսնում եմ, որ սատանան ամեն ինչ անում է, որ թմրեցնի, որ սառեցնի, որ մարդը լավ, այսօր պաշտեցիր, վաղ էլ մի պաշտի։ Գնա քո հարցերը զբաղվի, քո պարտքերը փակի, քո վարկերը փակի, ով պիտի անի։ Դա նույն աղյուսների խորհուրդն է, որը 4000 տարի առաջ էր։ Հիմա նույն բաներն է։ Ով է միտք առնում։ Բայց եթե դու որոշես Տիրոջը սրտանց պաշտես, Տերը քեզ դուրս կհանեց սատանայի կապանքներից եւ սատանայի խորհուրդներից։ Դուրս կհանի եւ քեզ կհանի լայնարձակ տեղ, որ դու պաշտես իրեն, որ դու սիրես իրեն, հետևես իրեն։ Ամեն։ Եվ առաջի մնացորդած 28-րդ գլուխ 9-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Սա մի 2 շաբաթ առաջ կարծեմ կարդացել եմ այս խոսքը, բայց նորից նույն խոսքը եթե կրկնվում է, ուրեմն Աստված այդ խոսքի հիմքով ուզում է ինչ-որ բան մեզ սովորեցնի։ Եվ դու որդյակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հոր Աստծուն եւ ծառայիր նրան։ Կատարյալ, տեսեք, ոնց ճանաչիր, Դավիթ առաջարկում է որդիս, տղես, ճանաչիր քո հոր Աստծուն, Դավիթ թագավորի Աստծուն։ Ամեն, Դավթի որդի,
Հիսուսին էին ասում մի ժամանակ, օգնիր ինձ։ Եվ Դավիթ առաջարկում է իր որդի Սողոմոնին, որդի իմ Սողոմոն, ճանաչիր քո հոր Աստծուն։ Այսօր մենք պետք է ճանաչենք մեր Տեր Աստծուն եւ ծառայիր նրան կատարյալ սրտով եւ հոժար կամքով։ Ինչով ամեն մի բառը մի խորհուրդ է։ Ծառայիր նրան կատարյալ սրտով, ոչ թե նախանձ սրտով, ոչ թե կեղծավոր սրտով, ոչ թե հպարտ սրտով։ Ամեն։ Ասում է ծառայիր քո հոր Աստծուն կատարյալ սրտով, այսինքն մաքուր սրտով, ճիշտ սրտով եւ հոժար կամքով, որովհետեւ Տերը քննում է բոլոր սրտերը եւ գիտի խորհուրդների բոլոր միտքը։ Եթե նրան որոնես, նա կգտնվի քեզանից։ Եթե նրան թողես, նա էլ քեզ կթողե հավիտյան։ Հասկանում եք, Աստված մեզ նենց է ստեղծել, որ մենք մեր կյանքի բոլոր օրերում որոնենք իրեն։ Ասենք մարդ կա, կարող է մտածի այ մարդ, ասես այսքան հավաքույթ գալա, գնալա, աղոթելա, ինչի՞ սա պետք։ Ժողովուրդ, ամեն օր քո գալը, քո դա Տիրոջը փնտրելն է, Տիրոջը որոնելն է։ Դա կարիք կա, ինչպես ամեն օր դու ջուր ես խմում, ամեն օր հաց ես ուտում, չէ՞։ Հələ մի օր մի կերակրի քո մարմինը, հələ տես գլխիդ ինչ օին կբերի։ Սկսի գլուխդ պտտվել, պատերազմել, հələ գնա շուտ սառնարանը բաց ու մի բան գթի կեր։ Աստված այդպես մեզ չի առաջնորդում, Աստված մեզ ազատ է թողել, բայց Աստված ուզում է, որ մենք միշտ փնտրենք։ Եթե դու փնտրում ես Աստծուն, խոսքն է ասում, որովհետև եթե նրան որոնես, նա կգտնվի քեզանից։ Տերը տեսնում է, կգտնվի մեզանից։ Իսկ եթե նրան թողես կամ չորոնես, նա էլ քեզ կթողնի հավիտյան։ Մարդ ես, հավեսդ փախել է, չես ուզում որոնես, ավելի լավ է գնաս փող աշխատես, գնաս մի բանով զբաղվես, ընկերներիդ հետ նարդի խաղաս, կարդ խաղաս, չգիտեմ ինչ անես։ Ամեն, չես որոնում։ Ասում են, նա էլ քեզ կորոնի, նա էլ քեզ կթողնի հավիտյան։ Դրա համար եմ վերնագրել փնտրիր Տիրոջը։ Մենք կանչված ենք Տիրոջ կողմից, որպեսզի փնտրենք, ամեն ժամանակ փնտրենք, ամեն ժամանակ ճանաչենք Տիրոջը, Տիրոջ բնավորության գծերը։ Դու գիտեք, որ մեր Տերը քաղցր Տեր է։ Ես կկարդամ այդ մասին։ Նա քաղցր է, բայց միևնույն ժամանակ նա ծուռի հետ էլ ծուռ է։ Բայց իրան սիրողների հետ նա քաղցր է, իր որդիների հետ շատ քաղցր է։ Օրհնյալ լինի մեր Աստվածը։ Առակաց 2:4-ը Եթե դու նրան որոնես, ինչպես արծաթը, արծաթը փողի մասին է խոսքը։ Եթե ասում է արծաթ, ուրեմն դա գումարն է։ Եթե դու նրան որոնես ինչպես արծաթը եւ գանձերի նման նրան պտրտես, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը եւ Աստծո գիտությունը կգտնես։ Երբ որ սկսենք որոնել Աստծուն փողի պես, փողը ոնց ենք որոնում։ Հələ մի հատ մտածեք, փողը ոնց առավոտ կանուխ գնում ես, ինչքան ժամանակ ես տրամադրում, ատամներով կպած քո գործին, զգուշ ես լինում հանգարց գործդ մեկը ձեռիցդ չխլի։ Մարդկա ժամը 4-ից արթնանում, գնում է փող աշխատելու։ Խոսքն ասում, այդ ձևով, ուշադիր, ջանասիրաբար, եթե դու նրան որոնես ինչպես արծաթը եւ գանձերի պես նրան պտրտես, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը եւ Աստծո գիտությունը կգտնես։ Ժողովուրդ, հնարավոր է մենք այսպես փնտրենք Տիրոջը։ Գիտես, երբ որ մենք
նոր ապաշխարել ենք մի տարի էր։ Աստված 6 ամսվա մեջ 6-րդ ամսում ինձ մի հատ տեսիք ցույց տվեց, որ դու պիտի թողնես քո բոլոր կոմֆորտը, տունը, տեղը, բիզնեսը, մեքենան էլ վաճառես ու գնաս Ռուսաստանի Դաշնություն եւ իմ գործը սովորես։ Եվ ինձ հետ Աստված բարձր ձայնով խոսեց։ Չգիտեմ, շատերը կասեն, ես հովը ինչ է խոսում։ Բարձր ձայնով դա երկրորդ անգամ էր, որ ես լսեցի Աստծո ձայնը։ Երբ որ ինձ ցույց տվեց Մոսկվա քաղաքը, ես Մոսկվա քաղաքում կանգնած էի, ինչ որ մի տեղ խանութի մոտ, եւ ես ասեցի, ինչ եմ անում այս քաղաքում, ու նայում եմ երկինք, անձրև է գալի, սիրուն, բարակ են, դանդաղ անձրև։ Ասեցի, լավ, ես ինչ եմ անում մենակ այստեղ, ու մի բարձր ձայն երկնքից ասեց, դու մենակ չես։ Ես քեզ հետ եմ, եւ դու իմ գործի համար ես։ Դա 6 ամսվա հոգևոր էի։ Եվ մի 6 ամիս հետո ես հայտնվեցի այնտեղ։ Թողելով իմ կոմֆորտը, ունեի բիզնես, որը տանը նստած բերում ինձ ֆինանսը տալիս էին, ավտոտեղ սպասարկման։ Եվ ունեի մեքենա, ունեի տուն։ Հանգիստ կոմֆորտնի ապրում էի։ Ունեի քույր եղբայրներ։ Եվ գնացինք, դարձանք պանդուխտ, վարձով տներ, օտար երկիր, օտար լեզու, եւ սկսեցինք փնտրել Տիրոջը։ Բայց գիտես, դա ինչ, դա գին էր, վճարում էինք այդ գինը։ Ամեն, եթե ինձ փնտրես, պտրտես, ինչպես մարդիկ գնում են Խոպան, Ռուսաստան, փող աշխատելու։ Մենք գնացել ենք Տիրոջ գործը սովորելու։ Մարդիկ ասում են, բա ինչ եք անում։ Ասում եմ, եկել ենք Տիրոջ գործը սովորելու։ Բարեկամներ կային, շատ լուրջ գործունյա մարդիկ։ Ասում են, ինչ եք անում։ Եկել ենք Տիրոջ գործը սովորելու։ Որ ինչ պիտի դառնաք, նայում ենք ես ու Կարնեն իրար դեմքի, չգիտեմ ինչ պիտի դառնանք։ Խոսքն ասում, բայց գիտես Տիրոջ ներկայությունը ինչքան շատ էր մեր կյանքում։ Մենք քայլում ենք Մոսկվա քաղաքի մեջ, ես զգում եի Տիրոջ հրեշտակը իմ կողքին։ Քանի անգամ պահել է, պաշտպանել է չարիքից, խավարից, մենք տեսել ենք այդ ամեն ինչը։ Առաջի տարին մենք համարյա թե ոչ մի գործ չունենք, ես գործ չեմ արել, չեմ աշխատել։ Բայց այնքան ուրախ ու այնքան երջանիկ Տերը մեզ առաջնորդում էր։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Եվ իրականում գտանք Տիրոջը, Տերը իմ հետ այնտեղ Մոսկվայում էլ խոսեց, բարձր ձայնով, ես չեմ ասում հոգու մեջ, մտքերով, ձայնով։ Եվ դա հիմա եմ հասկանում ինչքան թանկ բան է, երբ որ Տերը մեկի հետ բարձր ձայնով խոսում է։ Աստվածաշնչի մեջ հենց Սողոմոնին, ես կարդում եմ Սողոմոնի մասին, ասում է Տերը Սողոմոնի հետ երևացավ 2 անգամ։ Իր կյանքի օրերում Տերը երևացավ Սողոմոնին 2 անգամ։ Այսինքն մի անգամ երազի մեջ էլի խոսեց հետը, ինչ ես ուզում, ասեց իմաստություն։ Մի անգամ էլ երբ որ տաճարը կառուցեցին, վերջացրեցին, օծեցին, ասեց եթե դուք չհնազանդվեք ինձ, ես ձեզ կպատժեմ։ Իմ հոգին լինելու է այս տաճարում։ Դուրս է գալի Տերը Սողոմոնի հետ խոսել է 2 անգամ, ասենք չի տեսել աչքերով, ուղղակի խոսել է, երևացել է Տերը։ Հիմա նույն ձև, երբ որ ես կարդում եմ այս մասին, հասկանում եմ, որ Տերը ինձ էլ է երևացել, այսինքն խոսել է ինձ հետ բարձր ձայնով։ Ես այդ ձայնը լսել եմ ու ոչ թե 2, մի քանի անգամ, 3-4 անգամ։ Փառք Հիսուսին, մեր Աստված կենդանի է, մեր Աստված խոսում է, եթե մենք նրան սկսենք փնտրել։ Դա միայն խոսելը, բա իրավիճակները, բա փրկելը, բա չարիքից դուրս հանելը։ Շատ բաներ կարող եմ հիշեմ, ինչ որ Տերը արել է։ Փառք մեր Տիրոջը։ Դրա համար սկսենք փնտրել, սիրելիներ ջան։ Դուք հասկացաք ինչ է։ Թողեցի կոմֆորտը, վաճառեցի իմ սիրած մեքենան այն ժամանակվա,
Եվ գնացի օտար երկիր։ Դա գին վճարելա թե չէ։ 4-5 տարի պանդուխ լինել։ Դա գինա, որ պիտի վճարես։ Դա հենց դա է կոչվում, եթե նրան փնտրես, ինչպես արծաթը, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ շատ հայրենակիցներ այնտեղ արծաթ էին փնտրում, առավոտից փող էին աշխատում։ Բայց մենք գնում ենք Տիրոջ գործն ենք սովորում եւ Տիրոջն ենք պաշտում։ Եվ իրականում Տերը մեզ ամոթով չթողեց։ Թեև այդ ժամանակ մտածում ենք մեր հարազատներից մարդ կար, ասում էր, լավ ձեր վերջը ինչ է լինելու։ Լավ, ասում է, դուք խելք ունեք, ինչ եք դուք անում, ինչ է լինելու ձեր ապագան։ Ձեր երեխաները, ասում էր, այս երեխեքը ձեզ են նայում։ Ձեր վերջը, դուք խելք ունեք։ Մենք սիրահարված ենք ասուն եւ փնտրում ենք ասուն։ Ճիշտ եմ ասում։ Կարնեքուր, Փառք Հիսուսին, նստած են գելա հիշողությունների գիրկը կարնեն, որովհետև կենթանի է Տերը, որ մի բառ չեմ խաբում կամ սխալ բան չեմ ասում։ Ուրեմն, եթե փնտրես Տիրոջը, կգտնես, և Տերը քեզ ամոթով չի թողնի, բայց արծաթի ոսկու պես փնտրես, նվիրված փնտրես, ոչ թե ձեռի հետ։ Սաղմոս 34 Սաղմոս 34 4-ից 10 խոսքը։ Ես խնդրեցի Տիրոջը, և նա պատասխան տվավ ինձ, և իմ ամեն ահ ու վախից ազատեց ինձ։ Նրան են մտիկ տալիս և լուսավորվում, և նրանց երեսը չի ամաչի։ Մենք նայում ենք Տիրոջը, Տիրոջ խոսքին և լուսավորվում ենք, և նրանց երեսը չի ամաչի։ Այս խեղճը կանչեց, և Տերը լսեց, և իր ամեն նեղությունից փրկեց սրան։ Իրականում գիտեք, ես մեր ժողովրդի մեջ ինչքան խեղճ մարդիկ կան, որ մի քիչ խորանաս կյանքերի մեջ հասկանաս, որ իրոք խեղճ են։ Եթե Տերը չօգնի, ուրիշ օգնություն չկա։ Երբեմն մենք բոլորս ենք այդպես, չենք էլ հասկանում։ Եթե Տերը մեզ չօգնի, այնքան պարզ են միամիտ են, որ ոչ մեկ չի օգնի։ Դրա համար ասում այս խեղճը կանչեց և Տերը լսեց, և իր ամեն նեղությունից փրկեց սրան։ Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների 4 կողմովը և փրկում նրանց։ Ով է Տիրոջից վախենում։ Ինչ էր Տիրոջ վախը։ Տիրոջ վախը բարին ատելը, բարին սիրելը և բարին անելը, չարը ատելը և չարը չանելը։ Սա Տիրոջ վախն է։ Ասում է, եթե դու այդ ձևի մարդ ես, որ ատում ես չարը և չես անում չար բաներ, և սիրում ես բարին և անում ես բարի բաներ, խոսքը ասում է, Տիրոջ հրեշտակը բանակ է կառուցում քո 4 կողմովը և փրկում է քեզ։ Իրականում դու չգիտես քո գլխին ինչ է սարքել սատանան, ինչ է մտածել։ Այս վերջերս մանավանդ օրհնյալ լինի մեր Աստվածը, մենք աղոթում ենք, որ Տերը խոսի մեր հետ, մենք խոսում է Տերը տեսիլքներով, երազներով, ցույց է տալիս սատանայի ծրագրերը, հենց կոնկրետ իմ վրա որպես հովիվ, եկեղեցու վրա։ Մենք չենք վախենում ոչ մի տեսիլքներից, որովհետև սատանայի գլուխը մենք տրորում ենք։ Մենք գիտենք, որ դա նրա ծրագիրն է, մենք հասկանում ենք նա ինչ է ուզում անի, բայց մենք խափանում ենք նրա ծրագրերը, Տերը մեզ նախորոք ցույց է տալի։ Եվ մենք խափանում ենք, և մեզ ատողներին էլ մենք օրհնում ենք։ Հիշում եք խոսքը ասում է, ձեզ անիծողներին օրհնեք։ Ամեն, մենք մեզ անիծողներին օրհնում ենք բարի գործերի մեջ, բայց ոչ թե իրանց չար գործերի մեջ, որ ապաշխարեն։ Աստված այնքան հետաքրքիր է, այնքան օրհնյալ է, որ բոլորիս ցույց է տալի, կոնկրետ ես հասկանում եմ։ Անգամ նորա հոգիներ են գալիս, ասում են հովիվ, սենց բան, իրանք չեն հասկանում իրանց տեսածի իմաստը, բայց ես գիտեմ։
անգամ դեմքեր են տեսնում ու չեն ճանաչում այդ մարդկանց։ Այս վերջերս մեր քույրերից մեկը նորահոգի տեսել էր դեմքեր 5 հոգի, որ խորհուրդ են անում մեր դեմ, չար խորհուրդ։ Ու ով էր խոսողը, ինքը տեսել է դեմքով, բայց չի տես այդ մարդուն իրականության մեջ։ Ես մի հատ նկար ուղարկեցի, ասեցի ես նկարն է, ասեց ինքն է։ Որովհետև ես մոտավորապես գիտեի։ Հասկանում ես, Աստված այնքան իրական է, դրա համար մենք աղոթում ենք Տեր, օծի մեր հոգու աչքերը, օծի մեր հոգու ականջները, որ մենք տեսնենք, լսենք, հասկանանք, ինչ է կատարվում, հնազանդվենք քո խոսքին, նաև քո խոսքը փոխանցենք նրանց, ում որ պիտի փոխանցենք։ Եվ կենթանի է Տերը, որ ամեն ինչ ցույց է տալի, բայց նաև Աստված մեզ խորհուրդ է տալիս։ Օրհնեք ձեզ անիծողներին, օրհնեք։ Մենք որպես հոգևորներ պետք է շարժվենք Աստծո խոսքով, որ հաղթենք։ Օրհնեք նրանց։ Եվ դուք օրհնյալ մարդիկ եք, որ զուր տեղը ձեզ բամբասում են, չարախոսում են, ատում են ու հակառակվում են։ Ձեր բաժինը մեծ է, դուք օրհնված եք, փառք Հիսուսին։ Ամեն, փառք Տիրոջը։ Ուրեմն Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների 4 կողմը եւ փրկում նրանց։ Օրհնյալ լինի Տերը, եթե վախենում ես Աստծուց, հարգում ես Աստծուն, ապրում ես Աստծո կամքով, Տիրոջ հրեշտակը քեզ կպայի չարիքներից։ Որովհետև դու չգիտես քո կողք բոլորը ով է քեզ ատում եւ ինչա պատրաստում անել, բայց հրեշտակը քեզ կպահի։ Ամեն։ Ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Երանելի է այն մարդը, որ հուսացած է նրան։ Ասում է ճաշակեցեք, փորձեք, տեսեք, Տերը քաղցր է։ Մեր Աստված քաղցր Աստված է։ Գիտես ինչի է քաղցր։ Օրինակի համար ուզում եմ բերեմ Ղուկաս 15-րդ գլխից 11-րդ խոսքից անառակ որդու վերադարձը, այդ առակը։ Որդին վերցրել էր հոր ունեցվածքը, գնացել էր օտար երկիր, կերը խմե, քեֆ էր արել շնության ու պոռնկության մեջ, ամեն ինչով ծախսել էր, վերջացել էր փողերը, ունեցվածքը եւ գնացել էր ինչ-որ մեկի մոտ աշխատելու։ Այդ ինչ-որ մեկն էլ խոզ էր պահում։ Այս մարդու որդուն դրել էր իր խոզերի վրա, որպեսզի պահի, խնամի, կերակրի։ Այս տղան այդ խոզերի կերակուրով ուզում էր ապրեր, ուտեր եւ ապրեր։ Էլ ուրիշ ճար չկա։ Դու պատկերացնում եք այնքան ընկած վիճակ, որ գնաս խոզի կերակուր ուտես, եւ ով որ խոզերի տերն էլ իմանում էր այդ մասին եւ թույլ չէր տալի նրան խոզերի կերակուրը ուտել։ Դու ստեղ աշխատելու համար ես, դու ստեղ չես եկի խոզերի սկերը ուտես։ Հասկանում ես։ Եվ արդար էր։ Այդ մարդ էր վերցրել գործի, որ խոզերին կերակրի, մեծացնի, որ ծախեն։ Ոչ թե գաս խոզերի կերը ուտես։ Չէր թույլ տալ իր խոզերի կերը ուտելու։ Այս տղան էլ մի օր խելք եկավ գլուխը, ասեց այ մարդ, ես հայր ունեմ, որ ծառաներ ունի, հարուստ է, ամեն ինչ ունի, հլեմ գնամ հորս մոտ, ասեմ ների ինձ, ես արժան չեմ քո որդին կոչվելու, բայց ողորմություն արա ինձ։ Երբ որ գնում է հոր մոտ, հայրը հեռվից տեսնում է եւ վազում է իր որդու մոտ, գրկում է եւ որդին հոր մոտ, ասում է ների, ողորմա ինձ, եւ հայրը գրկում է, ասում է բերեք ամենալավ շորերը, պատմուճանը, մատանին դրեք մատը եւ դու արժան ես իմ որդին լինելու եւ արեք քեֆ անենք, մեծ քեֆ, ուրախություն, մորթեք գեր զուարակը։ Մեր Աստված հենց այդ Աստվածն է։ Երբ որ դու ընկել ես ամեն չար իրավիճակների ու մեղքերի մեջ, երբ որ ընկել ես այնց իրավիճակի, որ անգամ փող չունես, հաց ուտես, եւ ասում ես հետ դառնամ, դա խորհուրդն է մեր Աստծո, մեր Տիրոջ։ Հետ դառնամ իմ Տիրոջ մոտ, ապաշխարեմ, ասեմ Տեր ողորմա ինձ, պահի ինձ։ Եվ Տերը նորից սիրով գրկում է քեզ, ընդունում է, ասում է բերեք հարսանի քեֆ կազմակերպեք, հագցրեք ամենալավ ձևով, մատանին դրեք մատը։ Տերը քաղցր է, Տերը սպասում է, որ դու ապաշխարես,
Տեր ամեն վարքյան սես կանգնած նայում է քեզ, հենց դու գաս իր առաջ ապաշխարած սրտով, քեզ վազի գրկի, հագցնի, կերակրի։ Ամեն։ Այդ այնց Աստված մենք ունենք։ Դրա համար ասում եմ, ճաշակեք, տեսեք Տերը քաղցրա։ Եթե մի բան արել ես, մի դատապարտություն ընդունի։ Հիշի, մեր Աստված քաղցրա։ Քեզ միայն պետք է զղջալ, խոստովանել, եւ Աստված նորից քեզ կգրկի, կհագցնի, կկերակրի, կզորացնի։ Մատանին իշխանության խորհուրդն էր, թագավորական, Աստծո որդի կոչվելու։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Վախեցեք Տերից, ով նրա սուրբ էր, որովհետև նրանից վախեցողների համար պակասություն չկա։ Այդ դրա համար է պետք է մենք ուշադրություն դարձնենք մեր բնավորությանը։ Վախենալ Տերից նշանակում է հետևել անձիդ, սրտիդ մաքրությանը։ Վախեցեք Տերից, ով նրա սուրբ էր, որովհետև նրանից վախեցողների համար պակասություն չկա։ Առյուծի կորյունները կարոտում են եւ սոված են, բայց Տիրոջ խնդրողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։ Ամեն, փառք Հիսուսին։ Առյուծի կորյունները, որ թագավորի, գազանների թագավորն է կոչվում, չէ՞, սոված են։ Այսինքն ամենահզորի երեխեքը սոված կմնան, սոված են, բայց Աստծո վախով ապրողների համար պակասություն չի լինի։ Մեզ թվում է, թե Աստված այնքան հեռու է, չէ՞ լսում, բայց Աստված գործ կառաքելոցում է, չէ՞, ասում է մեր շնչից մեզ մոտ է, մեր շնչից, ասում է եթե նա իր վրա հավաքի իր հոգին, իր շունչը, ապա ամեն մարդ, 8 միլիարդ մարդ կմեռնի եւ հող կդառնա։ Այսինքն այդ Աստվածը մեզ տվեց հոգին, այդ շունչը։ Իսկ մեզ թվում է այնքան հեռու է ինքը, չէ լսում, աղոթում ենք ուրա, չի լսում, որ լսեր հիմի կտար։ Ժողովուրդ ջան, կտա, եթե հավատաս եւ սիրտդ ուղիղ պահես։ Կտա, տալիս է Տերը։ Դրա համար է պետք ուղղվել, ամեն ժամանակ հավաքվում ենք Տիրոջ տուն, Աստծո խոսք ենք լսում։ Սրա համար է, որ մեր սրտերը ուղղվեն, որ մեր մնացած կյանքը Աստծո օրհնությամբ ապրենք, մինչև միանանք Աստծուն։ Ամեն։ Սաղմոս 18 23 խոսք։ Ես անարատ եմ նրա առաջին, Դավիթն է գրում։ Ես անարատ եմ նրա առաջին եւ զգուշանում եմ իմ անօրենություններից։ Տեսեք, Դավիթը չի գրում, ես կատարյալ եմ նրա առաջին։ Գրում է, ես անարատ եմ նրա առաջին, այսինքն ես ապաշխարում եմ իմ մեղքերից։ Ես անարատ եմ նրա առաջին եւ զգուշանում եմ իմ անօրենություններից։ Այսինքն Դավիթը ուներ անօրենություններ, ուներ անօրեն մտքեր, ուներ անօրեն գործեր, բայց զգուշանում էր, որ շուտ ապաշխարի։ Արևը մայր չմտած, շուտ ապաշխարի։ Դա է զգուշանալը։ Ուստի Տերը հատուցում է ինձ իմ արդարության պես, իմ ձեռքի մաքրության պես նրա աչքի առաջին։ Տեսեք, Աստված մեզ հատուցանում է մեր ձեռքի մաքրության պես։ Ուստի Տերը հատուցում է ինձ իմ արդարության պես։ Ինչքանով որ դու արդար ես, այնքանով քեզ հատուցանում է Տերը։ Եվ իմ ձեռքի մաքրության պես։ Հասկանում ես։ Ես անարատ եմ, ես զգուշանում եմ իմ անօրենությունից, Դավիթն ասում։ Եվ Տերն էլ իմ ձեռքի մաքրությունից, իմ անարատության պես ինձ հատուցում է։ Սիրելիներ ջան, այ հենց տեղա կապված քո օրհնությունները։ Նորից կրկնեմ ես բառը, Աստված հո երեխա չի, որ մեզ խաբնվի։ Աստված դրել է իր խոսքը, եւ ես այսօր խոսում եմ, դու տանը կարդում ես եւ նաեւ լսում ես։ Աստված ուզում է, որ այս ամեն ինչը իմանալով դու քո անձդ մաքրես, անարատ պահես, զգուշանաս, որպեսզի Աստված էլ քեզ տա քո խնդրվածքները ճիշտ այն չափով, ինչ չափով, որ դու հետևում ես խոսքին։ Հետևում ես ձեռքիդ մաքրությանը եւ անձիդ մաքրությանը, արդարությանը, արդար ես, անարդար չես։ Ամեն,
Շատ տեղեր մեր կյանքի, մեր խոսքերը, մեր սրտի, մեր երազանքների, խնդրվածքների բոլոր պատասխանները սրա հետ է կապված։ Բա ինչի չի լսում, բախի չի տալի, բա ինչի չի բարձրացնում, բա ինչի արագ չի անում այդ ամեն ինչը։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Ուրեմն տեղ կա մաքրվելու, աճելու, զորանալու։ Հավատքի մեջ, սրտի մեջ, ձեռքի մեջ։ Ամեն, փառք Աստծո։ Ողորմածի հետ ողորմած ես եւ անարատի հետ անարատ ես։ Մեր Տերը ողորմածի հետ ողորմություն անում։ Գրված է. անողորմ դատաստան պիտի լինի ողորմություն չանողների համար։ Հակոբոսն է գրել։ Որովհետև ողորմությունը պարծենալու է դատաստանի առաջ։ Ոստե խոսքը Սաղմոսներում ասում է ողորմածի հետ ողորմած ես։ Եթե ուզում ես Տերը քեզ ողորմի, դու էլ ողորմի քեզ դեմ բան ունեցողներին, ների նրանց։ Անարատի հետ անարատ ես։ Անարատ ես դու։ Տերը քո հետ անարատ կլինի։ Իստակի հետ իստակ ես։ Իստակը ով կբացատրի ինչ է նշանակում։ Մաքուր, ուղիղ, ազնիվ։ Իստակի հետ իստակ ես, հոմանիշները դա է։ Եվ ծուռի հետ էլ ծուռ։ Ծուռը որն է։ Չար, անողոր, ամբարիշտ, խաբեբա, ստախոս։ Տերը նրա հետ էլ իրապես է վարվում, ոնց իրան արժանի է։ Որովհետև դու աղքատ ժողովրդին ապրեցնում ես։ Այս աղքատ բառը սխալ է գրված։ Ռուսերենում ես կարդում եմ, ստուգում եմ այս բառը, որովհետև դու խոնար ժողովրդին ապրեցնում ես, ոչ թե աղքատ։ Դրա համար մարդիկ կան երազում են աղքատ լինեն, որ Տերը իրանց ապրեցնի։ Բառեր կա սխալ է թարգմանված։ Դու խոնար ժողովրդին ապրեցնում ես եւ բարձր աչքերը խոնարեցնում ես, այսինքն ամբարտավան աչքեր, հպարտ սիրտ։ Դրա համար մեր աչքերը, մեր նայվածքը անգամ պիտի խոնար լինի, ամբարտավան չլինի, նենց հայացք, նայվածք, չէ՞։ Անգամ են ամենաընկածին, կոտրվածին, պետք չի վերևից նայել, քմծիծաղ տալ, դա Աստծո բնավորությունը չի։ Որովհետև Աստված ասում է հզոր է հոգով, էությամբ, բայց չի արհամարի ոչ մեկին, չի արհամարի, աղքատին էլ, հիվանդին էլ, չգիտեմ ումն էլ, չի արհամարի։ Եթե մեր Աստված այդպես է, ուրեմն մենք պետք է նմանվենք մեր Աստծուն, չարհամարենք ոչ մեկին, վերևից չնայենք, դա Աստծուն դուր չի գալի։ Որովհետև դու աղքատ ժողովրդին ապրեցնում ես, այսինքն խոնար ժողովրդին ապրեցնում ես եւ բարձր աչքերը խոնարեցնում ես, հպարտ ժողովրդին խոնարեցնում ես։ Որովհետև դու լուսավորում ես իմ ճրագը, Տեր Աստվածը լուսավոր է անում իմ խավարը։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Առակացնել նայենք, Առակաց 3-րդ գլուխ 32 խոսքից։ Որովհետև խոտորնակ մարդը զզվելի է Տիրոջը։ Խոտորնակ բառը որն է։ Չար մարդը, ամբարիշտ մարդը։ Որովհետև խոտորնակ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունը ուղիղների հետ է։ Մենք խոսում ենք այն մասին, որ փնտրի Տիրոջը։ Բայց եթե մարդը խոտորնակ է ու փնտրում է Տիրոջը, ոնց կլինի։ Չի գտնի Տիրոջը, չի հայտնվի Տերը։ Բայց մտերմությունը Տիրոջ ուղիղ մարդկանց հետ է, լավ մարդկանց, արդար մարդկանց հետ է։ Ամբարշտի տանը Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։ Ամեն։ Ամբարիշտների տանը, ամբարիշտով է, որ Աստծո խոսքը գիտի, բայց չել հնազանդվում, չի ապրում։ Գցում է ականջետև, ապրում անենց ոնց ինքը ուզում է։ Ամբարիշտը ինքը անհավատը չի։ Ամբարիշտը հավատացյալ անհնազանդ մարդն է։
ասու վախը կորցրած մարդն է։ Ամբարիշտի տանը տիրոջ անեծքը կա։ Ասма Հովիվ ջան, կգաս մի հատ մեր տուն օրհնես մեր տունը։ Էհա գամ ես օրհնեմ, բայց եթե դու ամբարիշտ ես, իմ օրհնությունը չի օգնի։ Ես օրհնում եմ Աստծո օրհնությամբ։ Իմ օրհնությունը գալիս է երկնքից, հոսում է դեպի քեզ։ Բայց որ դու ամբարիշտ ես, այդ օրհնությունը չի գա։ Ես քեզ չեմ ճանաչում, բայց Տերը ճանաչում է։ Ես չգիտեմ դու արժան ես թե անարժան։ Ես սրտեր քննող չեմ, բայց Տերը քննում է։ Եթե անարժան ես, ինչքան էլ ես օրհնեմ, օրհնությունը չի գա։ Բայց եթե դու արժան ես, ես օրհնեմ, օրհնությունը կգա։ Աստծով կգա։ Փառք մեր Աստծուն։ Կարևորը քննես անձդ, Աստծո վախով, որ արժան լինես, որ Տերը պահի, պաշտպանի, օրհնի, լցնի։ Ամեն։ Հակոբոս 4-րդ գլուխ եւ 6-րդ խոսքից։ Բայց ավելի շնորհք է տալի, նրա համար ասում է, Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալի։ Նույն խոսքը կրկնվում է նոր ուխտում։ Ամբարտավաններին հակառակվում է Աստված, բայց խոնարհներին շնորհք է տալի։ Ուրեմն նշանակում է խոնարհվենք Աստծու առաջ, ընդունենք Տեր, որովհետև Տերը հեզ է եւ սրտով խոնարհ։ Եվ ուզում է, որ մենք էլ իրեն նմանվենք, լինենք հեզ եւ սրտով խոնարհ։ Ամեն։ Արդ հնազանդվեցեք Աստծուն եւ հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Հպարտությունը սատանայի բնավորությունն է։ Խոսքը ասում է հնազանդվեք Աստծուն, եղեք հեզ եւ խոնարհ եւ Աստծո կամքը կատարեք եւ հակառակվեք սատանային, մի եղեք հպարտ մեծամիտ եւ մի արեք նրա կամքը եւ սատանան կհեռանա ձեզանից։ Բայց քանի որ հնազանդվում ես սատանային ու անում ես իր կամքը, նա միշտ քո հույրն է։ Ասում է, այս մարդը ինձ սիրում է, այս մարդը ուզում է սենց ապրի։ Ինչի հեռանամ։ Էհա լավ, հոյ ջան, դու վռնդում ես, բայց այս մարդը ինձ շատ է սիրում։ Դրա համար ես կգնամ հիմա, բայց իրիկունը կգամ, հենց ինքը հեռանա քո մոտից, եկեղեցուց։ Դրա համար սիրելիներ ջան, մենք պետք է իրոք լինենք հեզ սրտով խոնարհ մարդիկ, որ սատանան հեռանա։ Բայց քանի սիրում ենք իրան, իր բնավորությունն ենք ուզում պահենք մեր մեջ, նա կգա, կբնակվի մեր հետ։ Եվ գրված է ամբարիշտի տանը տիրոջ անեծքը կա, ինչքան ուզում ես օրհնի, անեծքը կա, քանի դեռ այդ մարդը հպարտ է, մեծամիտ է, եսասեր է։ Ամեն։ Ես մտածում եմ, որ հայտնություն առնում եք։ Ամեն, եկեք ծափարենք տիրոջ։ Հիմա երեկոյը հասկանում եմ, շատերը թմրել եք, քուները տանում է։ Փառք Աստծո, այդ ծափը որ տալսեք, նաև քնածները արթնանում են։ Մոտեցեք Աստծուն, եւ նա կմոտենա ձեզ։ Սրբեցեք ձեր ձեռքերը, ով մեղավորներ։ Ինչ է նշանակում մոտենալ Աստծուն, սրբել ձեռքերը։ Եվ ձեր սրտերը մաքրեք, ով երկմիտներ։ Եվ եթե ձեր սիրտը մաքրեք, ամեն նախանձից, կեղծավորությունից, հպարտությունից, Աստված կմոտենա ձեզ։ Ամեն։ Խոսքն ասում, մոտեցեք Աստծուն, նա կմոտենա ձեզ, բայց ո՞նց։ Սրբելով մեր ձեռքերը չար գործերից, ով մեղավորներ, եւ ձեր սրտերը մաքրեք, ով երկմիտներ։ Այստեղ նշում է երկմտություն, բայց սրա մեջ մտնում է նախանձ, չարակամություն, չկամություն, հպարտություն, կեղծավորություն, սա սրտի մեջի բաներ է։ Ասում է սրբեք ձեր սրտերը, որ Աստված մոտենա ձեզ։ Ուրիշ ձև գոյություն չունի, Աստված չի մոտենալու։ Եթե գիտես կեղծավորություն ես անում, նենգում ես, նախանձում ես, հպարտ ես, քո անձի պատիվն ես ման գալի, ապաշխարի դրա համար։
Պատիվը ման չպիտի գան, ոչ էլ պարտադրեն։ Պատիվը պիտի վաստակեն։ Ամեն։ Պետք է անես, որ քեզ հարգեն, ոչ թե պարտադրես, որ քեզ հարգեն։ Սիրելը պիտի սիրես։ Դա Տերը պատվիրանք է տվել։ Թշնամուտը պիտի սիրես։ Սիրել նշանակում է բարի կամենալ եւ բարի անել։ Եթե սոված է հաց տուր, ծարավա ջուր տուր, այդպես անելով կրակի կայծեր կդիզես։ Բարի կամենալ, բարի անելը դա սեր է։ Չեմ կամենում թշնամիս մահանա անգնի դժոխք։ Դա բարի կամենալն է։ Բայց հարգելը պետք է այդ թշնամիս մի քիչ հարգանք ձեռք բերի, որ հարգեմ, էլի։ Բայց որ ինքը անարգալի մարդ է, կեղծավոր, կեղտոտ, չգիտես, չկամ, չար, ոնց հարգեմ ես դրան։ Լավ, սիրելը սիրեմ, որովհետև Տերը ինձ պատվիրել է սիրել։ Սիրում եմ, չեմ կամենում չար բան։ Եկավ իմ դուռը բարի անել, հաց տալ, ջուր տալ, բայց հարգելը, Ժողովուրդ ջան, եկեք չպարտադրենք ոչ մեկի։ Վաստակենք հարգելը։ Իրոք ընենց անենք, որ հարգեն։ Բայց եթե պարտադրում ես հարգեն, դա շատ վտանգավոր է, դա լավ բան չի։ Ու չեն էլ հարգելու։ Փառք մեր Տիրոջը։ Եփեսացիս 4-րդ գլուխ, ուրեմն Եփեսացիս 4-րդ գլուխ։ Խոսք։ Բարկանակ մի մեղանչեք։ Ամեն մարդը բարկանում է, չէ՞։ Հեչ որ չէ երեխաներիդ վրա։ Խոսքը ասում է բարկանակ մի մեղանչեք։ Թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի։ Եվ տեղի չտակ սատանային։ Հասկացաք սատանային երբ է մտնում ձեր կյանք, ձեր ընտանիք։ Բարկանակ մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի, այսինքն շուտ ապաշխարեք։ Մի ուրիշ տեղ Հիսուսը ասում է, երբ որ ինչ-որ վատ բան արել ես, արեգակը չմտնի, շուտ ապաշխարի։ Եթե գիտես եղբորդ դեմ խնդիր ունես, զոհդ անգամ թող սեղանին, գնա եղբորդ հետ հաշտվի, նոր արի զոհդ մատուցանի։ Ամեն։ Նույնը այստեղ է գրվում արեգակը մար չմտնի, բարկանակ մի մեղանչեք, արեգակը ձեր բարկության վրա չմտնի եւ տեղիք չտակ սատանային, որովհետեւ հանգարց ձեր մեղքերի մեջ դուք թողեցիք արեգակը մտավ, հələ մի հատ հելավ, հետո նորից էլի մտավ, դուք արդեն տեղիք եք տալիս սատանային։ Տեղիք տալը որն է։ Դուռ եք բացում։ Արդեն դուռը բացել ես, որ այդ անպետքը գա ձեր տուն։ Մահվան ոգիները լցվեն ձեր կյանքի մեջ։ Մեկ էլ մի պահ, զգացել եք, եղել է ձեր հետ, մի պահ, խաղաղ է ընտանիքը, նորմալ է, լավ է, մի հատ ստից, մի փոքր բանից, մի հատ ընենց բում ալնում տան մեջ, քիչ է մնում, մեկին ինսուլտ խփի, մյուսին ինֆարկտ, մահեր լինեն, խնդիրներ ու լրիվ տունը քանդվի։ Ու եթե մի բան ալնի, տունը քանդվում է։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Տեղիք եք տվել սատանային։ Հենց հետ է սատանան։ Մտնում է մեկին, բռնում է, միտքը վերցնում է, ու ասես խառնում, խփում է իրար։ Ու մի հատ պայթուն է տեղի ունենում։ Օրհնյալ լինի Աստված շատերիս կյանքում, որ օգնել է մեզ, որ մեր տները չքանդվի։ Որ մեր ընտանիքի անդամները չմահանան։ Ով է հասկանում։ Վարկյանի տակ բռնկվում է այդ կրակը։ Բայց հանգում է։ Դրա համար իրար ներեք։ Հասկացեք, այն անպետքը քիթը խոթել է։ Տեղ եք տվել սատանային։ Թող խափանվի ամեն սատանայի ծրագրեր։ Ուրեմն բարկանակ մի մեղանչեք, մեղքի մեջ մի ապրեք եւ տեղիք չտակ սատանային։ Նա որ գողանում էր, թողել չգողանա։ Ես չգիտեմ աշխարհի կյանքում ով ես եղել, բայց եթե արդեն եկել ես ասուն եկեղեցի, վերջ էլ գողանալ չկա։
այլ մանավանդ աշխատե իր ձեռքերով բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին, որ ինչ-որ մեկին էլ օրհնես մի բան։ Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից։ Գեշ խոսք, աշխարհիկ խոսք, ժարգոնով խոսքեր։ Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է, շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողին։ Գիտես, քո բերանի խոսքերը կարող է շնորհք եւ օրհնություն տա լսողին, կարող է քանդի լսողին։ Եվ քեզ էլ հետը քանդի։ Քո բերանի խոսքերը։ Այս վերջերս մի բան է նայում համացանցով, որ ինչ-որ գիտնականները ճշտել են, որ մարդու բերանի խոսքերի հետ է կապված ամեն բան իր կյանքում եւ շրջակա աշխարհում։ Աստվածաշունչն էլ է տենց ասում։ Մեկը ասում է մարդու մարմնի կարծեմ 70%-ը ջուր է։ Ջրի մոտ խոսում են բացասական բառեր, ասում է ջուրը լրիվ ալեկոծվում է։ Ջրի մոտ խոսում են դրական բառեր, լրիվ հարմոնիայի մեջ է մտնում ինքը։ Գիտական ինչ-որ ապացույցներ։ Ու սա համապատասխանում է Աստծո խոսքին։ Ու մարդի մարմինը 70%-ը ջուր է։ Հալելույա, փառք Աստծուն։ Այսինքն ոնց ուզում ես հաշվարկի, տեսեք խոսքեր, որ գրված են հազարամյակներ առաջ։ Գիտնականները հիմա նոր, չգիտեմ ինչերով չափում ու հասկանում են, որ դա ճիշտ է։ Իսկ մեզ ընդամենը պետք է վստահել, հավատալ եւ ապրել։ Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմտություն եւ աղաղակ եւ հայոյություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ։ Կա նման բան։ Երբեմն լրփանում, լաչառանում, կատաղում, տարբեր բաներ ես խոսում, ասում, Աստծո խոսքը ասում է թող վեր առնվի։ Եթե ասել ես շուտ ապաշխարի, դուրս արի։ Տիրոջ արյունը քեզ կսրբի։ Ես գիտեմ այստեղ ոչ մեկ էլ սուրբ չի։ Ամեն։ Ոչ մեկը դեռ սուրբ չեք։ Այս ինչ որ կարդում եմ, ամեն մեկը սրա միջով անցել եք։ Ու ասնում եք, ու կանցնեք էլ, մինչև Տիրոջ գալը։ Ուղղակի հարցը նրանում է զգուշ եղի, շուտ ապաշխարի, արեգակը մայր չմտնի։ Որպեսզի սատանային տեղ չտաս մտնի քո տունը ու քո տունը քանդի։ Ով հասկանում ինչ եմ ասում։ Եղել է այդպես բան, որ զգաս քո տունն է մտե ուզում է քանդի։ Վարքյանական։ Ու եթե Տիրոջ ողորմությունը չլինի, լուրջ կքանդի։ Լուրջ կփրթի, կտրաքասնի։ Շատ իրական է դա։ Տերը ողորմի մեզ սպայի ամեն չարիքից։ Ամեն։ Իրար հետ քաղցր եղեք, գթած, իրար ներելով, ինչպես Աստված էր Քրիստոսով ձեզ ներեց։ Ներենք իրար։ Գիտես, իմ կյանքում շատ բաներով եմ անցել, մտածում եմ, մի ժամանակ կար, նեղանում էի, վիրավորվում էի, լավ էս աղբերը խի սենց արեց, են քուրը խին նենց արեց, չէ որ ես իրա հանդեպ լավ էի տրամադրված, ես ուզում էի օրհնում եմ իրան, ես լավ բաներ եմ արել, բայց ինչի էլի իրանք սենց։ Ու ոնց որ չէի նեղվում էի, գիտես, չէի կարում տանեի, ոնց կարելի է էլի սենց։ Բայց հետո տարիներ անցավ, ես վերջերս էլ հասկացա, որ մարդիկ նախանձ են։ Եթե դու հաջողակ մարդ ես, մարդիկ նախանձ են։ Կայենի նախանձը տարածվել է մարդկանց մեջ։ Նրանք չեն սիրում մարդկանց, որոնց Աստված բարեհաճում է։ Իսկ մեր մեջ շատ մարդիկ կան, որ Տերը բարեհաճում է։ Ընդունում է մեր զոհը, ոնց Հաբելինը։ Դրա համար կայենները չեն կարող տանեն։ Կայենին Հաբելը ինչքան ուզում է, չգիտեմ, ձվածեղ աներ ձեռքի մեջ կերակրեր, խորոված աներ, կերակրեր, իրա տուն ու տեղը ծախեր ու Կայենին կերակրեր։ Միևնույն է, Կայենը մնում էր Կայեն։ Նրան Աստված չէր բարեհաճում։ Հաբելին բարեհաճում էր։
Դրա համար այսօր շատ հաբելներ կան։ Ձեր շուրջ բոլորը, մեր շուրջ բոլորը, կներեք կայեններ կան։ Ինչ ուզում ես արա, ատում են, ինչ ուզում ես արա, հակառակ են։ Դրա համար ոչ մի բան էլ մի արա։ Ապրի քո կյանքը, ուրախությամբ վայելի քո կյանքը, ու մեկ նայն կայենը քեզ կհարգի, թե կընդունի, թե չի ընդունի։ Հեչ էլ ընդունի։ Կարևորը քարով չտա գլուխդ կոտրի, դա շատ կարևոր է։ Մինչև քո կյանքը ապրես Աստծո առաջ։ Որտեվ Հաբելի գլուխը կոտրեց, չես քարով խփեց սպանեց։ Ես չգիտեմ գլուխը չեմ հիշում, գլխին էր խփել թե մարմնին։ Գլխին։ Ժողովուրդ, նույն բանը այսօր լիքը կա։ Մեր շուրջ բոլորը։ Ո՞վ է հասկանում։ Եկեք մենք հաճելի լինենք ասուն, ոչ թե մարդկանց։ Ամեն ինչ անում ենք, որ լավ լինի, եւ որ լավ չի լինում էլ ինչ անենք։ Ներենք, սիրենք, մարդկա հարգում ես, մարդկա չես էլ հարգում։ Փառք ասուն, օրհնյալ լինի մեր Տերը։ Սա իմաստություն է, հիմա ապրելու։ Այսօր մեր քույրերից մեկի հետ խոսում էի, ասում է Հովիվ ջան, դե նորահոգի է։ Ասում է Հովիվ ջան, ինձի ատում են իմ բարեկամները։ Գնացել եմ, ասում է, ամեն ինչ անում եմ, ինչ ասես անում եմ, հյուրասեմ, բայց ատում են։ Ես իրանց ներում եմ, իրանք ինչ չեն ներում, ատում են։ Ասի բանի տեղ մի դիր, ապրի։ Կայենն է։ Տեսել է, Տերը քեզ բարեհաճել է։ Տեսել է, որ Տերը քեզ ներել է, սիրում է, նա ատում է։ Հասարակ բան։ Եթե անգամ դու միայն ժպտում ես, գժվում են կայենները։ Խես դու ուրախ, կատաղում են, խես դու ուրախ։ Որովհետև Տերը ինձ բարեհաճել է, օրհնում է, դրա համար եմ ուրախ։ Դու խես կատաղում։ Օրհնյալ լինի Տերը։ Փառք Հիսուսին։ Գնում ենք առաջ, քեզ սիրում են քո տան մեջ, սիրում են քո եկեղեցում, դա արդեն բավական է, որ դու ոնց բառը, երջանիկ ապրես։ Էլի մի հարևան, ինչ-որ մեկի տանը, գործի տեղը, չգիտեմ ինչ-որ մի տեղ, քեզ չեն հարգում, չեն ընդունում, ոչինչ, դու գործ ես գնում փող աշխատելու համար, դու չես գնում, որ քեզ սիրեն ընդեղ, կարևոր է քեզ քո տանը սիրեն և քո եկեղեցում, դա բավական է, որ երջանիկ ապրես, կսիրեն, փառք ասու, չեն սիրի, աղբեր ջան, իմ փողը տվեք, ես գնամ, ես չեմ եկել, դուք ինձ տեղ ընդունեք կամ սիրեք, ես տեղ ունեմ, որ ինձ սիրեն և ընդունեն, փառք մեր ասուն, դրա համար մի տխրեք, ուրախ եղեք, փառավորեք Տիրոջը, ամեն, փառք ասու, Առակոց 8-րդ գլուխն էլ կարդամ, վերջի տեղը, 8-րդ գլուխ, 17 խոսք, ես ինձ սիրողներին կսիրեմ, Տերն ասում, սա իմաստության մասին է խոսքը, իսկ Տերը հենց իմաստությունը իր մեջ է, ես ինձ սիրողներին կսիրեմ, ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ, փնտրենք Տիրոջը, վերնագիրներ, կանուխ ինձ որոնողները կգտնեն ինձ, ով է փորձե առավոտ շուտ 6-ին ըլնի Տիրոջը որոնի, որոնելը ոնց եք որոն, աղոթքներով, գոհությունով, փառաբանությունով, շնորհակալությունով, հələ փորձեք, և դա ոչ թե լինի մի օր, ստաբիլ, գոնը մի ամիս, 2 ամիս, կզգաս, որ օծությունը ավելացել է, կզգաս, որ Տերը գտել ես, Տերը խոսում է, որ շատ փնտրես, ավելի լավ ալնելու, դրա համար խոսքը ասում է, ես ինձ սիրողներին կսիրեմ, հետաքրքիր է, չէ, Տերը ասում է, ինձի սիրեք, ես ձեզ կսիրեմ, այսինքն եթե չսիրեք, չեմ սիրի, գնացեք, հեռացեք ինձնից, մեր բառերով ասած հայդա, գնա գլխի ճարը տես, ոնց ապրում ես ապր, բայց եթե ինձ սիրում ես ու ինձ փնտրում ես, ես քեզ կսիրեմ, ես ինձ սիրողներին կսիրեմ և ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ, կանուխ հետի ժամը 6-ից սկսած, հարստություն և փառք կա ինձ մոտ, ով է ուզում հարուստ լինի, ամեն բարի գործի համար,
Հալելույա։ Ասենք հարուստ լինելը լավ բան է բարի գործի համար, բայց երազել ու սիրել այդ հարստությունը Աստծուց դա շատ վտանգավոր է։ Ասում է հարստություն եւ փառք կա ինձ մոտ, ընտիր ստացվածք եւ արդարություն։ Փառք Աստծուն։ Միտեղ էլ գրված է, չէ՞, առաջի թագավորածուն, որ Տերն է հարստացնողը եւ աղքատացնողը, գերեզմանի չեսնողը, գերեզմանից հանողը։ Տերն է։ Ոստեղ ասում է իմն է հարստությունը, փառք կա ինձ մոտ, ընտիր ստացվածք եւ արդարություն։ Լավ է իմ պտուղը ընտիր մաքուր ոսկից։ Իմ պտուղը, ինչ պտուղի մասին է խոսքը։ Սուրբ հոգու պտուղների պտուղը, իմաստության պտուղը։ Լավ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկից եւ իմ արդյունքը ընտիր արծաթից։ Ոսկու գործ անողները ասեն ամեն։ Ամեն, Տերը օրհնի։ Ես ման եմ գալիս արդարության ճանապարհում, իրավունքի շավիղների միջում։ Այսինքն Աստված ման է գալի արդարության ճանապարհներում, իրավունքի շավիղների մեջ, որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ եւ նրանց շտեմարանները լցնեմ։ Տեր ասում է ման եմ գալի արդարության ճանապարհներով, որ էական բարիք ժառանգեցնեմ եւ շտեմարանները, պահեստները լցնեմ օրհնություններով։ Ով հավատում է խոսքերին։ Փառք Հիսուսին։ 35-36 խոսքը կարդամ, շարունակեմ ու վերջացնեմ։ Որովհետև ինձ գտնողները կյանք են գտել եւ Տիրոջից շնորհք կստանան։ Բայց ինձ դեմ մեղանչողը կվնասե իր հոգին։ Բոլոր ինձ ատողները մահ են սիրում։ Ամեն։ Այս մասը կարևոր է, նորից կարդամ, ոնց որ լավ չմբռնեցիք։ Որովհետև ինձ գտնողները կյանք են գտել եւ Տիրոջից շնորհք կստանան։ Դրա համար իմ ուսուցիչներին ես հիշեցի, երեք չգիտեմ ում հետ է խոսում։ Մի քանի ուսուցիչի ես ավետարանեցի, իրանք ասեցին տղա ջան, մենք քո կարողությունները գիտենք, ես ինչ է քո հետ կատարվել, այսքան բան դու որտեղից գիտես։ Ասում եմ Տերն է սովորացնում, զարմացած նայում են ինձ, խոսքն էլ ասում, չէ, եւ իմ ուսուցիչներից ավելի խելացի եղա, Աստծո խոսքը իմանալով։ Փառք Տիրոջը։ Տիրոջից շնորհք ստացա, բայց Տիրոջ խոսքն ասում, բայց իմ դեմ մեղանչողները կվնասե իր հոգին, բոլոր ինձ ատողները մահ են սիրում։ Ով որ ատում է Տիրոջը եւ չի փնտրում, մահ է սիրում։ Օրհնյալ լինի Տերը, եկեք ոտքի կանգնենք, փառաբանության խումբը եկեք մի երգ վերցնենք եւ աղոթենք։ Հիմա ո՞նց ես որոշում, փնտրել Տիրոջը։ Փնտրի Տիրոջը, մաքուր սրտով, ուղիղ հոգով։ Եվ կգտնես, Տերը կգա, Տերը կօգնի քեզ։ Դա իրական խոսքեր է, իրական բան է։ Դա փորձված է։ Ոչ մի մարդուց սպասումներ մի ունեցի։ Սպասումները թող Տերից լինեն։ Իսկ Տերը ինքը արդեն կորոշի ինչ կանի, ոնց կանի։ Ամեն։ Աղոթենք։ Հալելույա, փառավոր Աստված, գոհանում ենք քեզանից, որ դու մեզ սովորեցնում ես, առաջնորդում ես։ Խնդրում ենք սիրտ տաս ամեն մեկիս, Հիսուս ջան, սիրտ տուր քեզ սիրելու, քեզ հասկանալու, որովհետև քո խոսքն ասում է, որ քեզ սիրողներին դու ասում ես ինձ սիրողներին կսիրեմ եւ էական բարիքով կժառանգեցնեմ, նրանց շտեմարանները կլցնեմ։ Փառավոր Տեր, մենք իրականում սիրում ենք քեզ, խոնարհվում ենք քո առաջ ու խնդրում ենք օրհնես մեզ ամեն մեկիս կյանքը, լցնես ամեն մեկի շտեմարանները, դուրս հանես ամեն մեկին ամեն նեղություններից, զորացրում ես։ Եվ քեզ սիրելը դա միայն խոսքով չի, Տեր, մենք հասկանում ենք դա նաև աշխատանք եւ գործ է, նվիրվածություն է,
հաստատակամությունը հավատքի մեջ։ Օրհնյալ Տեր, օծին մեզ, որ մենք հաստատուն մարդիկ լինենք, քո կամքը կատարենք, ապրենք այնպես, ոնց դու մեզ առաջնորդում ես, առաջարկում ես, օգնի մեզ։ Ինչպես Դավիթն է ասում, ես իմ անօրենություններից զգուշանում եմ, այսինքն ապաշխարում եմ, եւ ես անարատ եմ Տիրոջ առաջին, եւ Տերը հատուցում է ինձ իմ մաքրության, իմ ձեռքի մաքրության համեմատ։ Եվ ես խնդրում եմ քո ժողովրդին սովորեցնես, որ նրանք հասկանան եւ իրենց անձերը, իրենց սրտերը, իրենց ձեռքերը, Տեր ջան, հոգեորապես մաքուր պահելու համար։ Եվ դու էլ օրհնես մեզ, շնորհակալ ենք, որ սովորեցնում ես, թող այս օծությունը եւ այս հոգին Աստծո վախով հանգչի քո ժողովրդի մեջ, ամեն մեկի կյանքում, թող ամեն մեկը զորանա, թող ամեն մեկը լցվի Սուրբ Հոգով, հալելույա, ամեն, Տերը օրհնի ձեզ, Փառք Հիսուսի։ It's
Հռչակենք 91 Սաղմոսը։ Փառավոր Աստված, շնորհակալ ենք, որ մենք բնակվում ենք բարձրյալի ծածկոցի տակ եւ ամենակարողի շուքի տակ ենք հանգստանում։ Մենք ասում ենք քեզ Տեր, իմ ապավեն, իմ ամրոց, իմ Աստված, որին մենք հուսացել ենք, որովհետեւ դու փրկում ես մեզ որսողի որոգայթից եւ չար ժանտամահից։ Դու ծածկում ես մեզ քո փետուրներով եւ քո թևերի տակ ապահով ենք լինում։ Քո ճշմարտությունը ասպար է եւ զրա։ Մենք չենք վախենում գիշերվա զարուրանքից եւ այն նետերից, որ թռչում են ցերեկը, այն ժանտախտից, որ խավարում շուռ է գալի, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրում։ 1000 հոգի մեր կողմից կընկնի եւ 10,000 մեր աշկողմից կընկնի, բայց մեզ չի մոտենա։ Միայն մեր աչքերով կնայենք եւ ամբարշտի հատուցումը կտեսնենք, որովհետեւ դու ես Տեր մեր հույսը։ Մենք բարձրյալին մեզ ապավեն արինք։ Մեզ չար բան չի հասնի եւ նեղություն չի մոտենա մեր բնակարանին, որովհետեւ քո ռեշտակներին հրամայել ես մեզ համար, որ պահեն մեզ մեր բոլոր ճանապարհներում։ Նրանք ձեռքերի վրա են տանում մեզ, որ մեր ոտքն էլ քարին չդիպցնենք։ Առյուծների եւ իժերի վրա կգնանք, առյուծի կորյուններին եւ վիշապին ոտով կող կտանք, որովհետեւ Տեր Հիսուս մենք քեզ ցանկացանք եւ դու պահում ես մեզ։ Դու բարձր ես անում մեզ, քանի որ մենք ճանաչում ենք քո սուրբ անունը։ Մենք կանչում ենք դեպի քեզ Տեր, եւ դու լսում ես մեզ։ Դու մեզ հետ ես լինում նեղության մեջ, ապրեցնում ես մեզ, փառավոր ես անում մեզ, երկար օրերով կշտացնում ես մեզ եւ քո փրկությունը ցույց կտաս մեզ։ Հալելույա, փառք ես, ամեն։ Տերը օրհնի բոլորիդ։